Vitamin 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 երեկո Բարի երեկո հարգելի հանդիսատես, բարի երեկո հեռուստադիտող, այսօր հունվարի 9-ը մենք կրկին հավաքվել ենք վիտամին երեկոյի շրջանակներում, սահմանափակ քանակությամբ 4 limited edition, այո, կրկնում ես իմ հետևից, ասում իմ հետևից, limited Հանդեսի ժամանակ որ մանկավարժը կողքից որ բարագուրի հետևից Երեխուց շատ է ասում։ Այո, շնորհավորենք արդեն 9 օր առաջ անցած 2020-26 թվականը հրեղեն ձիու տարին։ Շնորհավոր ընկերներ, շնորհավոր հայ ազգ, շնորհավորում ենք բոլորին։ Սկսում ենք վիտամին երեկոյի թվով երրորդ նախավերջին, այսպես ածաղարում ներկայացնեմ հյուրերին։ Չարենցը մեծատառով մարդ է։ Նրա ստեղծագործական ուղին պիտի օրինակ ծառայի սկսնակների համար։ Նրա աշխատանքները դեռ երկար են հիշելու սերունդները։ Այսքանը հանճարեղ եղիշ է Չարենցի մասին։ Իսկ մեզ հետ է այսօր այս մարդը։ Ծափարեք Չարենց Կարեն Սահակյան։ Էլի լավ մրցա։ Մյուս մեր մասնակցին ներկայացնեմ, իմ ընկերոջը։ Արմուշը մեր մեջի ամենատարեցն է։ Այո։ Եվ Արմուշը եղանակային փոփոխությունների մասին ավելի շուտ է իմանում, քան Գագիկ Սուրենյանը, որովհետև նրա հոդերը սկսում են ցավել եւ ճնշումը բարձրանալ։ Արման Խաչատրյան, Արմուշ։ Մեծո ապարատ Խաչատրյան։ Այո, Մեծո ապարատ Խաչատրյան, Արմուշը մոտ 5 տարի Ամերիկայում է ապրել, բայց հիմա վերադարձել է, որովհետև ասում է, որ կարոտել է իր հայրենիքը, հայրենի ջուրը ու հայրենի հողը, ու չի ուզում էլ հետ գնա։ Բայց ինձ թվում է հաստատ ընդեղ մի քակ կերել է։ Արման Խաչատրյան, խնդրում եմ։ Երևաց արա։ Արա մարդը գիտի էլի հյուր ընդունել մեծ արել։ Շատ հյուր են կարա։ Արամ, Գաջան։ Արամը չտեսի պես շատ առիթներ է գնում երգելու։ Մոտավորապես ամիսը մի 70 հատ։ Վերջերս Արամը նույնիսկ կլինիկական մահ տարավ, բայց ոչ թե որ վատացել էր, այլ դժոխքում մի հատ կնունք կար, շուտ գնաց երկեց հետ եկավ, բայց մինչև հիմա փողը չեն տվել։ Բարձր ծափարենք Արամ Սարգսյան։ Դե ինչ սկսենք։ Ոչ չենք սկսում, քեզ նույնպես ուզում եմ ներկայացնել։ Բեյջ բռնվեք։ Իմ ընկեր, Ալասատ, Գարիկը միշտ չի ուտում, որպեսզի կենդանիները չմահանան։ Բայց չի մտածում, որ ուտում է կենդանիների ուտելիքը ու այնքան շատ է ուտում, որ կենդանիները սովից մահանում են։ Գարիկ! Պապոյան! Եվ Գարիկը, որպես իսկական տղամարդ, տուն է կառուցել, ծառ է տնկել եւ 3 անգամ փորձել է տղա ունենալ։ Գարիկ Պապոյան! Հուսանք դու կունենաս տղա, մենք մաղթում ենք 4-րդ զավակը քո տղա լինի։ Եկեք մաղթենք, մաղթում ենք Մաղթելով սահմանապատվեք, մնացածը ես իմ վրա, լավ։ այո։ Ջոգ է ձորեցա ծավալվել մաղթելով սավալը։ Եվ վերջում ուզում եմ նաև ասեմ խոսք մեր հանդիսատեսին։ Մենք մեր նկարահանումների տոմսերը վաճառել ենք։ Եվ վաճառել ենք 3000 դրամով։ Ասեք, որ լավ մարդկային, ասեք, որ մարդկային գին է։ Գոհեք։ Ուրեմն լսեք, դուք 3000 դրամ եք տվել, որ գաք ես նկարահանմանը։ Դուք հասկանում եք, որ մի կիլո չանախ պաների գնով եկել եք այս մեծություններին նայելու։ Պիկ ժամին տաքսի նստելու գնով այսքան հայտնի մարդ եք տեսնում մի տեղում։ 2 հատ կապուչինոյի գնով եկել եք, որ այս 5-ս ձեզ ծիծաղացնենք։ Դպրոցի ֆոնդի փողով հելել ձեր համար կապիկություն ենք անում։ Թեմուից մի ֆուր ապրանքի գնով հումորի պապաներին լցրել եմ ձեր դեմը։ Այսօր նաև միջև սկսելը ես նշեցի բոլոր տղաների անունները, մենք ունենք նաև երկրպագու մեր Վաչեի, Տիկին Հասմիկը, որ հատուկ եկել է Վաչեի համար եւ նա համակրում է Վաչեին։ Եկեք բարձր ծափարենք Տիկին Հասմիկին, շնորհակալություն։
Ճիշտ է, Տիկին Հասմիկը դեռ չի տեսել անորա ֆիլմը։ Հուսանք Դրանից հետո դժվար է երկրպագումը եթե անորա ֆիլմից հետո նա շարունակի երկրպագել Վաչեին, բրավո Տիկին Հասմիկ։ Տիկին Հասմիկ, բրավո։ Իսկ միգուցե Տիկին Հասմիկը լավ էլ գիտի։ Չէ, չգիտի, ես հարցրել եմ, նա ասեց դեռ չեմ տեսել։ Եկեք ծափանենք նաև Վաչեին, որ օվկիանոսից այն կողմ է, նա կմիանա մեզ վիտամինի համերգների շրջանակներում, նա անպայման կմիանա մեզ եւ կզվարճացնի բոլորիս։ Մեզ ինչ ես կանչել։ Ձեզ կանչել եմ ասել Հələ որ ինչու։ մենք լռում ենք։ Չէ, այո, ձեզ կանչել եմ, որպեսզի միասին մենք թե հիշենք վիտամինի 10-15 տարի առաջ մեր ունեցած ծիծաղելի, զվարճալի, տարօրինակ, նույնիսկ ամոթալի պատմությունները եւ թե դիտենք հին ֆոտո ռեպորտաժներ։ Եկեք սկսենք Եկեք մի փոքր ամանչենք։ մի փոքր ամաչենք, սկսենք ֆոտոներից։ Գնացինք։ Ես Սխալ Չարլի Չապլինը։ Իսկականից մատից իմացա, որ ինքը հələ մատը ցույց տուր։ Ինչ ռոկեր։ Իսկ ինչ ա եղել։ Ուզեցել եք կլոուն դառնա, գիտեր տենց ասել։ Ես իսկականից ես առաջի ես ինչ ա եղել։ Ես երեկա։ Սա քթի վիրահատություն է։ Սա չէ, Պլաստիկա է, օլիգարխի թիկնապահներ էին ծեծել։ Չէ, իսկականից։ Չէ, սա վիրահատությունից էր, իմ մատը դե իրականում սենց է, եթե դուք չգիտեիք իմացեք, 3 տարեկանում դռան տակ է մաման թողել։ Լուրջ մայրս։ Մսակալել է։ Եկեք բարևենք Ռոբի մամային, որ ամեն ինչ արել է, որ Ռոբը լինի յուրահատուկ։ Լավ, եկեք մյուսը։ Բայց ինձ թվում է այդ մատով քիթը փորել է բացավ։ Դες չարավոտ արտացել է, կարամը երբ որ դուս եք է բաղնիկից նկարել ես։ Շատ մաչո է, էլի։ Բայց ինչի ունես դու ես նկարը, դու ես ուղարկել։ Ռոբն հատ ինձ նայի։ Դուրը սեցել է, բացել եմ դուրը, ասել է սենց արա։ Սենց եմ այլ։ Նկարը փախել է։ Մյուս նկարը։ Սինին։ Դոշերը բաց սեզոն ա եղել մեր մոտ այդ երբ եղել բոլորը։ Տեսնում եք Վաչեի ես բանը Տիկին Հասմիկ։ Տակի սինին տենում եք, չէ։ Տարազի սինին։ UFC-ի գոտին։ Արտուր Աբրամը որ չեմպիոն դարձավ, այսքան մեծ չէր գոտին, ինչքան Վաչեի առօրյա գոտինը։ Բայց իշում եմ ինչ-որ մի հատ ժամանակաշրջան կար, որ շատ մոդա էր է։ Մեծ բլյակներ։ Այս չի հասկանում ինչա մոդա, բայց գիտեի որ ձևն է տենց, ես այդպես մաքսիմում փորձում էի համապատասխանել, բայց Վաչեն միշտ կրում էր, էլի որտեվ։ Մյուսը խնդրում եմ։ Սա ես պատմություն, ասեմ ես նկարի ինչի համար է, պատմի էլի մի հատ։ Վաչեի սուպեր սակոին ջահել նայեք, բայց Վաչեի ես աչքերի պատմությունով կպատմի, ես դրա համար եմ դրել։ Հա ճիշտ է, մի ժամանակաշրջան կար, որ Վաչեն միշտ աչքերը տենց էր անում։ Մենք միշտ մտածում ենք, մեր մեջ ասում ենք, որ Վաչեն էլի աչքերը դրեց, գնաց ու հիշում եմ, որ երբ որ ոչ մեկ մեքենա չուներ ու բոլորը սպասում ենք երթուղային տաքսիի դուրս, մենք բոլորը սովորական սառնելով սպասում ենք, բայց Վաչեն սենց էր սպասում։ Մեքենայի ու ինքը մի հատ ստիլ ուներ, ինքը երբեք չէր նստում երթուղային մեքենա, եթե դիմացը ազատ չի։ Սպասում են եկալ մինչև երթուղային տաքսին գալիս էր, դիմացը նստում այդ աչքերով ու գնում էր, շատ հայտնի։ Հիշում ես մի անգամ էլ գնացին Կիրովական համերգի վիտամինով, որ հասանք հենց բանը դահլիճի մոտ, շենքի մոտ, իրաց մշակույթի պալատի մոտ հենց հասանք, հենց առաջինը Վաչեն իջավ ավտոյից, իջավ մեկը։ Ու սկսեց կողքերեն այլ տենալ մարդ կա իրան նկատել են թե չէ։ Իմիջայից այդպես հայացքից որ խոսացեք, ես մի հատ բան կպատմեմ, Չարենցը թող ներող գտնվի։ Չարենցը մեր միջի ամենատենցիկը տենց ջենտլմենն է միշտ եղել ու իր տենց հակու կապից, բան ինքը միշտ տենց կանանց հետ զրուցելուց միշտ ինչ-որ տենց ուրիշ ձև է խոսացել, էլի ավելի մեծարելով, ավելի մեծարելով։ Ուրեմն մենք գնացել ենք խաղալու ֆուտբոլ աղջիկների հավաքականի հետ։ Դե որովհետև մենք տենց ֆուտբոլ դե խաղում ենք, բայց մենք ամեն դեպքում պրոֆեսիոնալ աղջիկներ են ու դե մենք այո, ազգային հավաքական Հայաստանի ֆուտբոլի, բայց աղջիկներ։ Ու խաղում ենք ֆուտբոլ ամեն դեպքում աղջիկ են, ոչ պատկատ կարաս անես, ոչ բան, չէ, ու կորպուս չես կարող անես, ու ինչ որ մի հատ պահ եղավ, երբ որ Չարենցը հարվածեց ինչ որ աղջիկա ուսին, դե բնականաբար դες միտումնավոր չէր այդ ամեն ինչ, աղջիկը բանգավ գետին ու Չարենցը սենց իջավ։
Էսա տեսախցիկը։ Չծավաց։ Ես ու Կեցածքում կպցնում են էլի։ Այդ աղջիկը որ ասեց, «Դե չէ»։ Այդ շատ լավ կարում է։ Չծավաց։ բարդ ադամների մեջ են։ Շատ, որտեղ ինչպես մենք ընկան գետնին, փորներս Ասեն որոշ։ հացել էր խոտ հավաքի։ Ծիծաղած է։ Փունջ էր սակը։ Մի հատ ոտին չէի խփել, որ ասած շտրավ, չէ։ Բայց դու բալ էլի մեկ էլ Չարենցի, բայց հեսա Չարենցի կնա մեծար եւ աղջիկներին սիրելու մասին ասում, մի հատ ասա Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդ ես շատ եմ սիրում այդ պատմությունը, այն տարիքով մարդը որ նավ լսեք հա, դուրը բաց եկել, բայց հա, որ նավով պիտի գներես։ Նավով Ամերիկայից պետքա նավով գնայինք Մեքսիկա ու նավի վրա համերգ ունեինք ու երբ որ նավ էինք նստում, այդ տեսանք այդքան հայ միտեղ, փախնելու տեղ չկա, սենց տեղ դարոշկա է, ստեղ հայ, ընդեղ հայ ու սենց գիտեք ոնց են մեզ նայում, են որ ասում ենք մենք 3 օր նավից ոնց ենք, փախնելու տեղ չկա, պահկվելու տեղ չկա, ասում ենք, բա ինչ ենք անելու, բա։ Չէ, իմիջիայլոց կներես, կարես ավելացնեմ, որ մեզ տեսնում էին, հիմնական տարեց մարդիկ էին եկել, չէ՞, տարիքով մարդիկ էին, այդ նավերը ինչ որ տուրային, մենք առաջին անգամ գնում ենք ինչ որ բան, ու մեզ որ տեսնում էին ամեն անգամ թեկուզ եւ նավի վրա, ռեակցիան հետեւան էր. «Արա դու կելի եկա ես երկյացին»։ Գելիկիցա գած ուտեն։ Ու վախենալու էր, իսկականից վախենալու էր։ կներես, բացի այդ Մեծ տատիկա։ Ես կծավատանեմ։ ու նավի վրա կներես ես հավել եմ դասը ու նավի վրա որ ամեն ինչ all inclusive էր մոտիկանում էին այս տեսակ ձերիա կերեք ձերիա Ու այս հələ նավի վրա, բայց հələ չգիտենք ինչ ա մեզ սպասում, այդ դարոշկի վրա սենց հերթի մեջ կանգնած ենք ու հենց դիմացներս զույգ ա մի հատ տենց էլի 60 տարեկանոտ ամուսիններ են։ Մենք ենք կանգնած, այս մարդը սենց ֆռած, եկել ֆիքսեց մեզ, են որ արդյունացավ մեջը ու սենց գիտեք ոնց անայում, որ կեր ա մանգալ, է, որ գազանը կեր ա մանգալ, որսի ա դուրս եկել, մեկ էլ ինձ ֆիքսեց, ամենաշատը քեզ եմ սիրում այսքանի մեջից, են որ օր ասում եմ փառք Աստծո, սո վախեցած կանգնած եմ, եկես ինձ հալա բայց տելևիզորով լավ բոյով թափով ես երևում, սենց շատ փոքր մոքր ես, որ կտսնեմ կընկնես։ Ես չհասցրեցի բանել, բայց հիշում եմ Վաչեն, հա, բան արեց, հոպար նորմալ խոսայես ինչ է, բան, Նորմալ խոսակոսի ու շատ վախենալու էր, ասում եմ, ես որ հիմա է սենց, բա որ մտնենք նավ, այնտեղ պետք է գցվես ծով, ուրիշ տեղ չկա փախնելը, գուտելու են մեզ, կտսնեմ կընկնես, ասում եմ, որ սիրելով ա սենց ասում, բա որ չսիրեր ինչ էր ասել։ Մեր գործընկերն է Mobile Center ընկերությունը, որը բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է Հայաստանում։ Mobile Center-ը ունի հրաշալի ամանորյա նվեր։ Մինչև հունվարի 15-ը ներառյալ գնիր կանխի կամ ապառիկ ցանկացած Samsung սմարթֆոն կամ պլանշետ եւ ընտրիր 4 նվերներից մեկը։ Mobile Center լիցքավորիչ, անլար ականջակալ, անլար բարձրախոս եւ Max անլար ականջակալ։ Mobile Center։ Ընտիր նվեր, ընտրիր նվեր։ Լավնա։ Viva։ Իսկ Viva գործընկերոջը ես կխնդրեմ, որ ներկայացնի Գարիկը, քանի որ նա հանդիսանում է ամբասադոր այդ ընկերության եւ ավելի սիրով Իմ սիրելի Viva-ին ներկայացնեմ։ Ես Viva-ն ունի սակագնային պլան, որի անունը Արև է։ Թող լինի միշտ Արևը։ Թող լինի միշտ Facebook-ը։ Որը ասում ես վերանում է այդ պայն գիտեր չէ։ Թող լինի միշտ Telegram-ը։ Թող լինի Instagram-ը։ Արև սակագնային պլան ընդամենը 2500 դրամ թվերը քեզ համար, բայց դիմացիր եւ դու ստանում ես սիրելի հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն, ինչպես նաեւ 20 գիգաբայթ ինտերնետ եւ 1000 րոպե խոսելաժամանակ։ Արևը քո շուրջը։ Ուրեմն մենք մեր գործընկերը Viva ընկերությունը մեզ տրամադրել է հեռախոս։ Մեզ։ Այո, հեռախոս համար, որի միջոցով մենք զանգ ենք կատարում Viva-ի բաժանորդներին եւ հարցեր ենք տալիս վիտամին ակումբից, հարցնում ենք նրանք
ուրախ են։ Հիշում են, չեն հիշում, Հիշում են, հա։ չեն հիշում, ում են սիրում, ում չեն սիրում, ուրախ են արդյոք, որ վիտամինի համերգներ են։ Այսօր վերջին 2 հաղորդման մեջ անում էինք։ Այո, այո։ Այսօր էլ ենք անել։ Այո, այսօր Այսօր էլ ենք ենք անելու։ Չեսակի անակնկալ։ Այո, եկեք զանգենք, դուք խնդրում եմ ամեն մեկը երկնիշ համար կասի, ես Viva-ի կոդ կհավաքեմ, եկեք զանգեմ։ Կարեն ջան, կարելի է։ Իհարկե կարելի է։ Կարելի է հեռախոսը։ Մի հատ կոդ կասեք Viva-ի 077 077։ Ահա, մի րոպե։ 0 77 077 00 Ահա։ մաքսիմալ լավ համար հավաքի, որ պարապ լինի, էլի։ Դե աշխատանքային ժամը հիմա։ Զանգը գնաց։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սոց հարցում ենք անցկացնում, կարելի է 2 րոպե խլենք ձեր ժամանակից։ Արդյունքին Ինչպես։ փորձենք։ Ձեր անունը կասեք կներեք եւ տարիքը։ Հովանեսյան Բալասան 66։ 66 Տիկին Բալասան, ուրեմն վիտամին ակումբի համերգները հունվարի 30 եւ 31-ին լինելու են Երևանում։ Լավ բան չեմ սպասում։ Ինչ եք կարծում դրա մասին։ Լավ է։ Չէ, մերն չեզի լավա թե վադին խելքի բան չի, ես ռայոնից եմ, Վարդենիսից եմ։ Վարդենիս վիտամին ակումբի համերգներին սպասում եք, տեղյակ եք այդ նախագծի մաս։ Ոյ, հա, տելնում եմ հերոսացություն տելնում։ Իսկ վիտամին ակումբի տղաներից ում եք ավելի շատ համակրում որպես արտիստ։ Լասա տունը փոքրներից ով կա։ Շիշամ ես մոմենտին ինչ այնա անուն չենա տայքների ստիրս կիշա։ Արամ Էմպետրին։ Արամին Պետրին вообще իմ համար հետ։ Իմ համար вообще հետ։ Գարիկը ճիշտ էր ասում, ոսմա լավ բան չեմ զգում։ 077 Ըհն։ Շատ լավ։ Ինչ։ Չհետաքրքիր է, չէ։ Ալո, Ալո, բարև ձեզ։ բարսես։ Սոց հարցում ենք անում, կարող ենք 1 րոպե արագ հարցեր տամ։ Ինչ սոց հարցում, Այո, սոց հարցում, այո։ բայց 2 րոպեից ավել եղավ կախեմ գապ, որտեվ կորզի վրա եմ։ Հա, սիրով, իհարկե։ Ուրեմն վիտամին ակումբի համերգներն են Հայաստանում տեղի ունենալու, դուք սպասում եք, կողմ եք որ լինեն։ Չէ, կողմ չեմ։ Ինչի։ Կողմ եղնիմ, Դե չգիտեմ, բայց ինչու կողմ չեք։ լավ չէ ուսենք կուկանավ։ Չէ, դուք կողմ եք որ լինեն համերգները։ Բայց չէ, Վիտամին ակումբի համերգները Հայաստանում պետք է լինեն։ Վիտամին Ուզում եք որ ակումբը լինեն։ հիշում եք, նայել եք։ ինչի՞ չէ։ Հա, ցանկանում եք, իսկ ում եք ավելի շատ սիրում վիտամին ակումբից։ Բայց միշտ քաղաքային համերգներ են անվճար են ու երեխաները ուր խնան։ Միշտ քաղաքային, դուք Գյումրիից եք։ Հա, Հասկա, իսկ ավելի շատ ում եք օրինակ հավանում վիտամին ակումբից սիրում։ Մեր սա հայ եկիսներն էլ լավն են։ Արամ Էմպետրին օրինակ։ Հա, Շատ լավ է Արամ Էմպետրին։ ախպերով կուզեք այ եկեք ծրի երկեք յումրու համար։ Հասկացա, իսկ Գարիկը Պապոյան, Թեգուս կարիգ է, Չարենցը, Արմուշը, Վաչեն։ սաղն է լավն են։ Հասկացա, իսկ որ Երևանում օրինակ համերգ լինի եւ մենք ձեզ հրավիրատոմ ստանք 4 հատ, կգաք դուք նայեք, քանի որ անվճար եք ուզում գալ նայել։ Մեր անպայման։ Դե ձեր անունը կասեք։ Նշեցյան Արտուր, Կապելյան Արտուր։ Հա, հասկացա, Արտուր ջան, ուրեմն դուք 4 հատ, ես ձեր համարը հիմա կգրանցեմ ինձ մոտ, դուք 4 հատ հրավիրատոմս ունեք հունվարի 30 կամ 31-ին հրավիրված եք վիտամին ակումբի համերգին Երևանում։ Մեզապարիվ կողի շնորհակալ ենք, հարազատ աղբեր։ Դուք էլ համեցեք Գյումրի, մենք էլ ձեզի քյալակ ուրասիրենք, մենք էլ կողմ։ Եղավ, շնորհակալություն, շատ մենք ձեզ սիրում ենք։ Առայժմ։
Ինչ լավն է։ Շնորհակալություն, ստեյցություն։ Ով կուզեեղնի մենակ ծերի եղնի։ Մշեցյան եւ Գաբրիելյան Արտուրներ։ Այգեք ծափարեք, Արտուր։ Այո, Արտուրներին եւ Տիկին Բալասանին ծափարեք։ Լավ զանգեր էր։ Լավ զանգեր էր Կարեն ջան։ Երկրորդը հա։ Ուրեմն մեր գործընկերն է Athens ընկերությունը։ Ներկայանում է իր նագետների տեսականիով։ Նագետը ոչ միայն համեղ է, այլ նաև սննդարար։ Մեկ տուփում մինչև 47 գրամ սպիտակուց կա։ Նագետները պատրաստված են բացառապես հավի կրծքամսից գարիկ եւ երեխաների ամենասիրելի ընտրությունն են, բայց մեծերն էլ հաստատ դեմ չեն լինի համ տեսել այդ խրխրթան համեղ կրծքամսերից, այո։ Նագետները պատրաստում են ընդամենը 3-5 րոպեում, արագ, հեշտ ու համեղ։ Տեսականին ներառում է դասական պանրով, խոզապուխտով, խրխրթան, կծու եւ դասական ձողիկներ։ Իդեպ Athens-ն ունի նաեւ նոր գործարան, որն իր տեսակի մեջ ամենամեծն է տարածաշրջանում։ Ես ձեզ մի օր հրավիրում եմ գնանք Athens-ի գործարան եւ այդ հոսքագծերին եւ արտադրական միավորմանը ներկա գտնվենք։ Ես ով ես։ Ես Athens-ի տերը։ Չեն ուզում եմ։ Միշտ այսօր չեք իմացել գնա Athens-ը։ Ես ես հրավիրում գնում ենք հասնում ենք, բարդ դե կարակ մտնում։ Ուրեմն մեր գործընկերն է Royal Armenia ընկերությունը։ Ես խաղ գովազդ նկարներ եմ պատրաստել, ռեբուսներ, այսպես ասած, Royal Armenia ընկերության հետ։ Դուք պետք է գուշակեք, թե ինչ իմ հետ կապված իդեպ, իմ հետ կապված ինչ է թաքնված նկարում եւ անունը ինչ է այդ նկարի։ Ինքը բառախաղ։ Լավ։ Իդեպ դու սիրում ես բառախաղ ոճի նկարները, եկեք առաջին նկարը, այո, առաջին նկարը խնդրում եմ դրեք։ Ռոբու։ Դու ես։ Ռոբուստա։ Ոչ։ Ռոբու։ Ռոբու։ Ռոբու բայա։ Ես լավ եմ բառախաղի։ Ռոբու։ Պրոստա։ Այո, եկեք Ռոբու Մարտիրոսյան։ Եկեք բու, ես Royal Armenia-ի ամբասադորն եմ։ Ռոբու։ Ռոբու, այո։ Պատասխանը Ռոբու եւ Արամը վաստակում է մեկ միավոր։ Ինչ անելու է դա։ Royal Armenia ընկերության կողմից ինքը ստանում է։ Հեսա կտեսնես եղբայր։ Արամը միձու ունի։ Շատ վատ է այդ։ Դա ինքը միա որպես Կրվում ալը որ Արամը ծծած։ Եթե տենց հաշվարկով գնանք 3 ու։ մյուսը Մտածել պետք չի, ինչ դերած պետք է ասես։ Վարպետ։ Կլուչ։ Ռոբ կլուչ։ Միուսեք։ Վարպետ բու։ Ոչ։ Միուսեք երեք։ Ուստա, ճիշտ է, Ով է։ Չեմ դուք պետք է։ Այո, ռոբուստա։ Ես այս ռոբուստա եմ։ Իչեք մի հատ Շալավոր եք էլի։ Իչեք։ Մի հատ երկի ծրի։ ֆանտաստիկ է։ Ռոբուստա։ Այո, ռոբ։ Ես նախորդին սխալ ասացի, ստե պետք է ռոբուստա ասեի, հաստատ։ Դուք միավորը ձեր մեկ ձուն տալիս եք արամին։ Ձո Արամը հաղթեց։ Բայց եթե մի հատ է հաղթես, էլի վատ է։ Մի խոսքով, Արամը Արամը հավասարվավ մեզ։ Արամը արդեն տղամարդ է։ Գնացիք, մյուս վերջին նկարը։ Ինչ տարի է։ Այս ինչ է։ Բրազիլիա, կարնավալ, Ասի ռոբ։ բու Ռոբոտանկա։ Չէ։ Ռոբուտանկա։ Բայց հա։ Չէ հաղթեցի։ Ռոբը դեր։ Բրազիլիա, Ռիո։ Ինչպես։ Արաբիկա չէ, դե արաբն է։ Ռոբիկա։ Արոբիկա։ Ռիո դե Ժանեյրոյի հետ կապ կարնավալ։ Ասեք դուք ուժեղ եք։ Մյուս այով բառը իրավունք չունեմ ասել։ Չէ, բայց իմ հետ կապված է։ Հա։ Ինչ։ Ռոբրազիլ, այո։ Մատ բարձր Ռոբրազիլ։ Ռոբրազիլ ավելի ճիշտ չէ։ Չէ, բայց Ջավայ սիրուն չի թմբլիկ հարճը։ Չէ, Ես ուզում եմ որ ռոբոտանկեն հաղթի։ Որտեւ ու շարունակի իր գործունեությունը։ Մի խոսքով այս փոքրիկ մինի մենամարտում հաղթեց Արամեն Պետրին։ Այո, բարձր Քանի հատ զո, քանի ես։ երկու միավորով դու հաղթեցիր
այժմ մի պահ մենք ընդմիջվում ենք, որպեսզի Գարիկը խմի իր դեղահաբերը, որպեսզի չմահանա։ Ջուր կբերեք։ Թող կոֆեով խմի, ինչ ա եղել։ Չէ, կատկա մեջը, Կատկա մեջը։ Չէ, կատկա մեջը։ Հələ կոտրվելու ես, ասի խմես դու էլ վեգան չես։ Կատ չկա մեջը, նախ եթե կատի մասին է խոսքը։ Ապա դա շշով ինչի՞ չես ուզում խմես Յանի ինչ է դա։ Ռեկլամ։ Ոնց ռեկլամ չեն նկարելու, եթեր չեմ տալու էցի։ Ասում եմ ռեկլամ, բար դրա համար ասեցի բեր։ Չէ, նիադեկվատ դարավ, չէ՞, դե խմել է դեղերը։ Մի քիչ կատկալ մեջ։ Վեգանը նկարեք ուղարկեք վեգանների խումբ դուս ուտեն սրան։ Լավ ես քեզ զգում եղբայր արդեն։ Տենց արագ ոչ մի չի ազդում ես կյանքում։ Մի քիչ սպասեք, Բայց բայց ինչ տենց հենց։ սա իմ Ռոդիոլան եւ Տոնկա Տալինը։ Ռոդիոլան ինչ է դա։ Կինա ինչ որ ֆիզիկայի դասատու։ Ռոդիոլա Միխայելովնա։ Դա ինչ խմար։ Ռոդիոլա Միխայել։ Դա ինչ խմար, արա։ Չէ, Ռոդիոլան բուսական որը հանում է հոգնածությունը կենտրոնացնում Շատ հոգնած է, հիմա, հա։ ստրեսն է իջացնում։ Հիմա ոնց է, ակտիվ ես շատ։ Հայսա հոգնածությունը դու էլ ասում ես։ Լավ, Այս Տոնկա Տալին բարձրացնում է լիբիդոն։ Այս խոսակցությունները Քեզ պետք է հիմա բարձրանալ քո լիբիդոն։ Որտեվ դու ես հաղթում, ինչու՞ ես ուզում եմ կամ ավասար։ Իսկ որ լիբիդոն շատանա դու կհաղթես, ի՞նչ է կատարում։ Շատ ինչ է։ Չէ, ուզում եմ ակտիվ լինի պարզապես, բայց հիմա տղաներ մի վիճեք ուզում եմ հանդիսատեսի, չէ, հանդիսատեսի հետ ուզում եմ Այս դատարկ խաղալ։ փորին չի կար։ Ես հանդիսատեսի հետ ուզում եմ խաղալ եւ նվերնել բաժանել հանդիսատեսին։ Չեմ կարող։ Արմուշային դու կտաս, ես չգամ այդտեղ։ Սկզբից այն բանը տուր, այն մոբայլին։ Մոբայլը քո ձեռնա հաստ։ Վատ կոմենտներն են էլի Չէ, ասելու։ ուրիշ բան է։ Խնդրեմ, Ռոբերտ ջան։ Ան։ Սամալոտի մեջ։ Հիմա ինչ ես անում։ Հաց է ուտում ես ես։ Հաց ես ուտում։ Սամալոտի մեջ։ Դիկտատոր։ Ես չի կարելի դատարկ փորին խմել։ Ոնց որ չեխ ճամփորդն ես արա։ Միշտ իրանք է ճոս ինչ։ Մի ժամերը համընկավ, ինչ ասեմ։ Հեսա մի քիչ հետո պալատկա է բացել։ Կրականի բան։ Պարկելու է քնի, դրանից հետո պետք է 15 րոպե Երեխուն քնի։ հանելու է տանի մանկապարտեզ։ Ու դճկետուրա գցի գետը։ Մի քիչ ամպերը գծա վերջացվում։ Լավ, միջև Գարիկը զղկտվում է։ Միջև Գարիկը հաց է ուտում, ես հանդիսատեսի Ոնց հետ կհատես լինի միջև Գարիկը հացը ուտում։ Ես հանդիսատես եմ։ Դա ինչ արտահայտ։ Դե հիմա տենց էս տենց ձևաչափ։ Հանդիսատես չէ, հանդիսական։ Հանդիսական։ Հիմա հանդիսատեսի եւ հանդիսականների հետ ես խաղարկում եմ այս մոբայլ սենթերի։ Ինչ անում է ֆրստում ան, դե ժարի տանում ֆրստում։ Տեսար երեսը ֆրստում։ Որտե երկու հատ գծեցի, ախորժակը զբաց։ Կներես էլի։ Հյուրերը անցնում սի։ Իսկ կարող է հիմա ուտես պարկես քնես մի քիչ։ Մի արա, մի րոպե։ Լուրերը միացնես։ Կոշիկներ կարող ես անել։ Լավ, հանդիսատեսին ես հետ խաղարկում եմ ուրեմն այս անլար բարձրախոս է, նայեք ինչ գեղեցիկ բարձրախոս է։ Ձեր 2 մետր քառակուսի տան պարտիների, փոքր պարտիների համար է շատ էլի նեղ։ Եվ անլար ականջակալ։ Ուրեմն մեզ մոտ միշտ տենց արագ եւ կտրուկ է խաղերը, ով առաջինը ասեց, նույնիսկ կարող է մի քիչ անարդար կերպով գնա, ով ինձ ասի օրինակ Արամի հարազատ եղբոր անունը, սա տալիս եմ։ Դավիթ ոչ, արագ։ Ինչ? Կարեն ոչ։ 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 Ինչ։ Ինչ։ Միկա, բայց լրիվ անունը Միկա։ Միքայել, բարձր ծապալում եք Միքայել։ Խնդրում եմ, եկեք ձեր անունը։ Ոնց իմացավ։ Իզաբելա, ձեր ձեռքը տվեք, բարձրացեք, բարձր ծապալում եք Իզաբելային։ Իզաբելա ոնց իմացաք։ Գիտեիք։ 6-րդ զգայարանը։ 6-րդ զգայարանը խափում եք մեզ։ Ուղղակի գիտե։ 6-րդ զգայարանը մի խոսքով Իզաբելա ջան, Արամի եղբոր անունը իմանալը ձեզ նվեր բերեց մոբայլ սենթերից շնորհակալություն։ Բարձր ծափարում ենք Իզաբելային։ Իզաբելա ձեր ձեռքը զգուշությամբ իջեք։ Մյուս նվերը կարելի է։ Մենք եւս մեկ նվեր ունենք։ Նայեք ինչ համեղ տուփ է։ Ահն։ Ուրեմն խաղարկում ենք հավի նագետներ։ Հավի նագետներ ամբողջությամբ Մյուսը բորշա։ Հավի նագետներ։ Այո։ Ձեթ ու շաքար են խաղալ։ Բանները Փարոսի գրասենյակն է։ Համար 627։ Ուրեմն ասում եք հիմա ուշադրություն Չարենցի եղբոր անունը։ Պատրաստ եք։
Գնացի, Եղիշե ոչ։ Ոչ ինչ։ Խաչատուր, ինչ։ Ոչ։ Եղբայր չունի, այո, բրավո, եկեք։ Եղբայր չունի Կարենը, այո, սա ծուղակ հարց է, եկեք ձեր անունը։ Լիլիթ ջան, կարելի է։ Բարձր ծափարում ենք Լիլիթին։ Լիլիթ ջան, ձեր ամուսնու հետ եք եկել։ Հիացած նայում է։ Քանի տարի եք ամուսնացած, դեռ սիրահարված է։ 10-ը, իսկ ինչի է սիրահարված դեռ։ Չէ, դե շատ լավ է, կատակ եմ անում, երեխաներ ունեք։ 3 Օ, ծափար ենք, աստված պահի ձեր երեխաներին։ Ամենասիրած բանն է սենսի։ Այո, հավի նագեցներ ձեր երեխաների եւ ամուսնու համար կծու դասական խոզապուխտով, պանրով եւ խրտ-խրտան։ Հյուրասիրում եմ։ Հյուրասիրում եք, ձեր տունը որտեղա մենք կգանք։ Շիրվանզադե Չուչուտի մի ասեք բացը։ Դա ես Շիրվանզադեից ես մոնտա տու կդնեմ, էլի։ Կիմանան հայոյեցիք վերջում։ Մի խոսքով բարձր ծափար ենք, բարի անխորժակ։ Ծափարում ենք Լիլիթին։ Նոր տուն, այո, նոր տուն։ Իդեպ, միջև ես ծանոթացնեմ նոր տան հետ, ավելի մանրամասը, ասեմ, որ նաև այս բազմոցները փափուկ եւ հարմարավետ եւ բազկաթոռը տրամադրել է նոր տունը։ Ինչպես եք ձեզ զգում տղաներ։ Սա կարծես մայրական գիրք է։ Ինչ ես ասում։ Ինչպեսի մայրական Այդ բան չես կարող ասել։ Ոչ չեմ կարող ասել։ Իսկ սա ինչ է։ Ապտակ Մայրական ապտակ։ Լավ, իրոք լավ քնքուշ համեմատություններ, բայց ինչպես։ Քո ցավը տանում եմ։ Մեր գործընկերների նոր տուն խանութների ցանցը, սալիկներ, պաստառներ, լամինատե հատակներ, դռներ, սանկերամիկա, գեր, խնայող, ջեռուցման կաթսաներ, մի խոսքով այն ամենն ինչ անհրաժեշտ է ձեր տան վերանորոգման համար։ Վերանորոգումը շահավետ է նոր տան հետ։ Եվ մենք հիշում ենք մեր նախորդ երկու հաղորդումներից, որ Արմուշը վերանորոգման փուլում է եւ ես նրան մեկ անգամ խողովակ, մեկ անգամ սալիկ նվիրեցի, այս հաղորդման մեկ հատ։ Ես Արմուշենց տանը եղել եմ, սենց մի հատ խողովակա դրած ու սալիկ։ Ամենը բան չի մնացել։ Այդ տեմպերով Սպասում աղորդումը վերջանը ես էլ գտա։ Ես ուզում եմ հատուկ իմ գործընկերները նրան բերեն նվեր զուգանակում, խնդրում եմ, Արմուշան նստի ծանր է, նրան, խնդրում եմ, այո, կապտումա կոյուղուն։ այո, խնդրում եմ, գրքի, Հենց ձիվանի վրա էլ դիս տենց է ձևը։ Ինձ պետք է Արմուշի Օսկարի ժամը լինի, սա սենց գրկած շնորհակալություն հայտնի մա բոլորին։ իդեպ այսպիսի անհարթությունը, սան խոսում է դրա մասին, որ ինքը օթում կախվող զուգարանա Բայց ես ինչ անեմ հիմա։ Հիմա, ինչպես? Օթում։ Սա, իհարկե, օթում չգիտեր որտեղ բան կա։ Կարեն է տեսակ զարմացավ։ Օթում։ Ոնց են գետի մեջ փորելով չի։ Ձեր զուգարանը տուն։ Մի խոսքով Արմուշ ջան, խնդրում եմ անպայման կկանչես քո Արեստավորներ։ տնեմուտը կկանչես, որպեսզի անենք մենք։ Բարձր ծափարենք Արմուշին եւ հաջողություն մաղթենք վերանորոգման ոլորտում։ Մեր գործընկերն է Օհանյան ընկերությունը, որը ներկայանում է իր բարձրակարգ օղիներով։ Օհանյան օղիները լավագույնս կզարդարեն ձեր տոնական սեղանը, ինչպես նաև կապահովեն ձեր բարձր տրամադրությունը։ Ամանորյա եւ ոչ միայն ամանորյա տոները անցկացրեք Օհանյանի հետ մեկ սեղանի շուրջ։ Եվ Օհանյանի կարգախոսն է, որը համապատասխանում է մեզ Օհանյան ընկերներով։ Մենք ընկերներ ենք, չէ՞։ Իսկ դրա ընկերուհիներովը չկա։ Ընկերներով լավն է։ Երեխեքով։ Օհանյան երեխեքով։ Այսօր դուք բաժանված եք թիմերի։ Գարիկ եւ Չանես դուք իրար հետ եք խաղում, դուք թիմակիցներ եք, դուք էլ իրար հետ եք թիմակիցներ, դուք պետք է բացատրեք իրար բառեր։ Մենք գիտենք հայտնի խաղքը, որ բառեր են բացատրում, այսինքն դե գրված է այստեղ օրինակ, ես իմ Երևան, բացատրում ես Հայաստանի մայրաքաղաքը որն է, ասում է Երևան։ Գրված է բաժակ, ինչպես է ջուրը խմում, ինչով բաժակ։ Հասկաց։ Բայց դա բառերով է, բայց այստեղ հիմա բառեր է գրված, որ դուք միայն կարաք ձայներով բացատրեք, ինտերշումերով։ Դուք չեք կարող, օրինակ, այստեղ գրած է ավանակ, դու չես կարող ասել երկարականջներով կենթանի։ Օրինակ պետք է ի ասես դիմացը գուշակի ավանակ։ Միայն
ձայներով պետք է Ես բացատրեք։ պիտի որ ուժեղ լինեմ։ Արամը հաղթեց։ Հասկացանք իմ ասած։ Սկսում ենք Դերը շատանում են։ Բայց մի աչեյկայով գնալու ես արամը։ Սկսում են գարիկից։ Սկսում են գարիկ։ Գարիկը բացատրում է ինձ։ Բացատրում եք, հետո դու բացատրելու ես գարիկին։ Դու շանս չունես հասկանալու եւ նաեւ բացատրելու, որտեղ ես չեմ։ Ամեն մեկս մի բառ։ Ամեն մեկը ոչ 7 բառ։ Տեմպով։ Ձերքերվել ցույց տամ։ Ձերքերով չի կարելի ցույց տալ, միայն ձայն։ Այս կարամ ընտրեմ, որ առաջինը չեմ ուզում, օրինակ երկրորդ անեմ, առաջինը, առաջինը անեմ։ Այո, կարող ես։ Հա մի քիչ մեջը մտնենք։ Պատրաստ։ Այո։ Շուն։ Դուր։ Դուր, այո։ Կամի։ Ապրես։ What? Ասեն չի անում ես։ Սկվազնյակ։ Ֆեն։ Հետո Ցավ։ Բայց ինչի ցավ։ Ատամի ոտի Մոտ, ճկուտի եմ որ խփել է։ Ժամանակ չկա։ Ավտո Բայց ինչ ավտո։ Սպորտային։ Ջեբ ящик։ Մոլոված։ Զիլը ինչ։ Կամաս։ Զիլ կամաս, դրանք ինչ մեքենա է, էլի։ Ռուզավոյ։ Ապրես, ինչատար։ Բերնատ։ Ինչա՞տան։ Ռուսերեն ասել էր։ Դարը վերջինը ասա, վերջինը արագ։ Արա ինչա տա։ Վերջինը, հենց 7-րդ։ Հա։ Չէ։ Թարթիչ։ Քայլված։ Ահա, բայց Արքիչ։ Աղջիկա քայլված, կնոջ քայլված, կնոջ կաբլուկի, կաբլուկը հայերեն չգիտեմ։ Բացրակնում կոշիկ լավ ծափար են Կարենը 7 բառը բացատրեց 48 րոպեում։ այս մի բառը չեմ Ո՞ն կարող։ է մյուս բառը։ Պինգվինը։ Պինգվինը լավ դե շտապ։ Պինգվինը բարձր։ Այսինքն ես 5 հատ իմացա։ Պինգվինի ձեն։ 6 հատ։ 6 հատ իմացա։ Այո, 6-0 դեռ հաղթում են Արամ ջան։ Գզվեց։ Այո, Արամին ենք տալիս։ Այո, Արամինը շատ բայց հալալա։ Խնդրեմ։ Ասեք այս Ռոդիոլան ինչ անում։ Այո, շատ լավ է։ Արամ ջան գնացինք։ Լավ, դες ինչ բառեր են օր։ Լավ է։ Կարատե։ Խաղ։ Արա բոքս, կարատե, Այդ սաղ ինչ է։ ամարտարվեստ, կռիվ, Ապրես։ Ինչ եք հուշում։ Սա դուրս եմ անելու բոլորի։ վիբրացիա, հեռախոս։ Ճիշտ է, վիբրացիա։ Ո մորոդեց։ Երևան։ Չէ։ Ներսը, ինչ ես կա։ Ախր։ Ձեները, հասկացա։ Հա։ Ակարդիո։ Ապրես։ Օպրես, հուշեցին։ Չէ։ Օպրես։ Հուշովն էլ ապրի է։ Շատ հեշտ է։ Վերտալյոտ։ Այո, Ուղղաթիվ։ ապրես։ Այո, Բայց գիտեմ։ ինքը հայերեն չէր անում։ Մյուսն էշ։ Շամպայն։ Ապրես։ Ռոուզեր է։ Պարապելա։ Կն։ Զանգ։ Կն։ Եկեղեցի։ Կն։ Հրապարակի ժամը։ Ապրես։ Մնաց պինգվինը ասի ու։ Վերջինը։ Չծալած։ Բայց բար չես Նա չեմ կարացած, բայց Չարեց։ դե չէ։ Բան կնամոլ, մաժոր, բան, ոչ Չէ, լավ չկա ժամանակ։ Կրկոտ տղամարդ, դե 6-6 է հաշիվը դեռ։ Հաշիվը 6-6 է, Կարեն ջան դուք եք։ Կարեն ջան, խնդրում եմ հիմա դու ես բացատրում Կարենին։ Խայտարակալում։ Այո, Կարենին։ Ծափարությունները մեզ ողջևոր են Կարեն Շոյին։ Կարենը, իդեպ Կարենը 0 է ասեց բաներից։ Շատ զերո է։ Բայց Կարիքի ակտիվություն։ արագացրու։ Այսա Ռոդիոլան թողելու է, սա կա։ Արագացրու։ Միատել։ Մենք բանը պատմում, սպասեք։ Միատել։
Լսի, դե ակնհայտ գիտեմ ինչ ասեմ, բայց այդ չասեմ։ Չէ, ինչ կա իմ ձայնի մեջ։ Գիրք, Ապրես։ կրկոտ, ահա։ կրկոտ, տղամարդ, ակին, կրկոտքին։ Այո, հետո բայց դե հա բայց Բայց բայ դու չի, ասես ապրես հետո։ Բայց բառը գերաս ասես ապ։ որ երկու բառ է գրե դրա համար։ Լավ, մյուսը։ Հերախոսազանգ։ Չէ։ Էդի չեմ ասի։ Չէ, կարա երաժշտություն էլ լինի ցանկացած։ Ռինգտոն։ Ինչի։ Հերախոսազանգ։ Ինչի։ Հերախոսի։ Ապա դե ինչի՞ չէ դու տաղալ եք խաղում։ Կներես, մի խնդրեմ։ Մի հատ էր արա։ Դե ինչը ցույց տալի։ Բաբեք դա չեմ հաշում, զարթուցիչ ա բացատրում։ Զարթուցիչ հացի վարած։ Ո՞վ է զանգում զարթուցիչի վրա այս ժամին։ Հացակ մյուսը բացատրի, ապա մյուսը։ Տապակ էլ, կարտոֆիլի տապակա։ Որը դե ո՞ս կարելի է։ Ո՞ս կարելի է։ Գուսակի։ Գարիկը ինձ լավ է ճանաչում։ Որը շատ լավ է պատրաստում։ Դե քո ախտորոշումը։ Թողեք մինչև վերջ պատրաստում։ Պիսո, կատու։ Կրկոտ կա, խզգնաց կատու։ Ավելի կիրթ։ Թափ թուփ ինչ է։ Թափ գրտակ Չէ, ասեց։ գրգռված։ Գրգռված կատու, լավ Ինչ բառ է իրուսում։ Խոսքով լավ։ Օծ։ Ջուրը քաշեցիր օծի վրա։ Զուգարանի ջուրը քաշեց։ Սկայլ ասես վատ բացատրել, ուսես լավ գուշակել։ Ռոդիոլա։ Վсё, էս էլ վերջինը։ Վերջինը։ Էդի պետք է տատին ուտի։ Հերախոսազանգ։ Չէ։ Դուրս չեմ կարա։ Արա մի հատ էլ։ Կտրում եմ։ Բրատ զսպանակն է։ Զսպանակ դա բացածը, ծապարին, կարերին, հիանալի վատ խաղի։ Արա։ Կարելի է։ Քրտնեցի։ Վերջում, հա։ Դու լետենամ։ Վերջում դարիս ենք։ Հիմա ի՞նչ է հաշիվը։ Արմուշը։ Հաշիվը։ Ես քանի հատ եմ։ Այդ ոչ մի հատ։ Եվ ոնց 5 հատ Հա, ասեց։ 5 հատ, լավ, ես կասեմ, վերջում կասեմ։ Արմուշան գնաց։ Չես կարողանում ասել, ես ասում եմ, չէ։ Անձրևենի երացող թեյնիկներ։ Բանը։ Արտո թուշ բոյա, չէ։ Պոպկորնա բացատրում չես կարողանում գոժը, պոպկորնի, հետո։ Պոպկորնը կարար մեկը բացատրել ես կյանքում։ Հա։ Չէ, SMS-ը որ գնում գալիս է, հաղորդագրություն։ Դա մոտ ես, բայց WhatsApp-ի։ WhatsApp-ի կարենոջ ես, WhatsApp-ի ծանուցումը հաշվում եմ, Արամ ջան, մի նեղվի։ Հաշվում ես։ դա ծապրելու մեկ սարպելու սար, կայո։ ճիշտ է։ Ինչ ես հայացքոդայ։ Ցույց տալ։ Ցույց տվեց։ Սաքսոֆոն։ Ոչ ջութակ եկեք ծափարեք Մենք արդեն հաղթեցինք։ Ես արդար եմ։ Չէ, արդար եկեք ոչ ոքի եկեք։ Բայց խի եթե մենք հաղթեցինք։ Որտեվ տենց եմ ես ուզում։ Ես ուզում եմ ոչ ոքի ավարտվի այս խաղը։ Ընկերությունը որ հաղթի։ Ընկերությունը, այո, ընկերությունը հաղթի։ Ընկերությունը խլի հաղթանակը, հա։ Չէ, ընկերությունը։ Այ քանի որ ընկերության մասին հաղթի եւ քանի որ ընկերության մասին գնաց Բայց խոսքը։ պանարմենյան ընկերությունը, հա։ Ոչ, ուղակի ընկերության մասին խոսք գնաց, ուզում եմ բարձր ծափարությունների ներքո այստեղ հրավիրենք իմ գործընկերուհի Լենային, ով այստեղ կբերի մոր գործընկեր Օհանյանի օղին, եւ Օհանյանի օղով մենք մի հատ կենաց կխմենք, վիտամին մեկ ունենք ավանդույթ, իդեպ առաջին երկու հաղորդմանը արել ենք դա, վիտամին ակումբի կերպարներից ամեն մի հաղորդմանը մի կերպարի կենաց ենք խմում, այսօր տեսնենք որ կերպարի կենաց ենք խմում, Լենա ջան խնդրում եմ, բերեք, այո, բերեք մեզ, ես նոր կարման բարձր ծափարում ենք, խնդրում եմ լցրեք որ կենացը, ես կամ խոնարհվեմ այստեղ, Ես վերջի մի շաբաթը մենակ ես ա եղել, էրո։
Գարիկ ջան, Ապա մենակ Լենյանա, որ քեզ ծնկի է բերել։ Բաժակները Մենակ եք Լենյանը։ փոխել։ Հիմա կկազդուրի, հա։ Սա Ռոդիոլայի վրա չկար։ Շնորհակալություն Լենա ջան, խնդրում եմ վերցրեք Օհանյանի բաժակները եւ մենք հիմա պետք է տեսնենք, որ վիտամինի, որ կերպարի կենացնենք ուզում խմենք, ուղակի միջև նկարը հայտնվելը գիտեք ինչ։ Մենք անցած հաղորդումների ընթացքում խմել ենք եկացերինի կենացը, նկարը հայտնվել է Գվենիկի կենացը։ Այսօրվա կերպարը ցավոք մեզ հետ չէ։ Խնդրում եմ նրա կենթանի կենաց համար խմենք։ Ճոճոլը ցավոք մեզ հետ չէ, Կանեն ջան, խնդրում եմ։ Չէ, չկա, այդ վերջակամ զանգում ենք չի պատկանում։ Կանեն ջան, խնդրում եմ, ճոճոլը մեզ հետ չէ։ Դե ինքը մեզ չի, բայց իր ոնց որ ասած հումորները միշտ վառ կմնան մեր սրտերում։ Կենթանի կենացը։ Չէ, բանջարեղեն կենացը, կենթանի չէ։ Այո, դուք որպես ճոճոլի արտակարգ եւ լիազոր դեսպան ինչ կասեք։ Ես իսկապես նոր իմացա, հիմա շոկի մեջ եմ, չկարողանամ ճիշտ ձևակերպել մտքերս, բայց ամեն դեպքում մարդիկ չեն մահանում, եթե կարողանում են թողնել այնքան հիշողություն, որ իրենցից հետո այդ հիշողությունը ապրի իրենցից երկար։ Ճոճոլը եղել է մշակութային գործիչներից մեկը, իրեն չեն հասկացել իր կյանքի օրոք, ինչպես շատերին չեն հասկացել, հա։ Դու գիտեք, որ Տեսլան մահացավ աղքատության մեջ, որտեվ իր օրոք նա չէր համարվում այն մարդը, ինչ որ համարվում է հիմա։ Ճոճոլը կարծում այդ մարդկանցից էր։ Ճոճոլին դեռ կգնա ատեն։ Բրավո, ես Կուտի մեջ Միգուցե հայտնվել մեքենաներ ճոճոլ անուն։ Ոչ, ես կարող եմ շարունակ։ Իլոն Մասկի ճոճոլ սերիալն է։ Իլոն ճոճ։ Ճոճոլի պատկերները, քանի որ նոր տարի է, ես փորձեմ ամփոփեմ նոր տարվա թեմատիկայի մեջ։ Ճոճոլի կտավների մեջ կար ուրախություն, խինդ ծիծաղ, երջանկություն եւ ընտանեկան մտերմություն։ Ես կուզենամ, որպեսզի ճոճոլային գույներով պարուրվենք մենք այս տարի եւ նրա կիսատ գործը տրամադրության տեսքով թող որ պարուրի մեզ ամբողջ տարվա ընթացքում երջանկությամբ եւ ճոճոլագույն նկարներով։ Արմուշյան դուք ամփոփեք խնդրում եմ։ Այո, ամփոփենք։ Արմուշը շատ մոտ է եղել ես։ Այո, համոզված եմ, որ դեր ճոճոլի կիսատ թողած գործերը Գարիկը կշարունակի։ այո, Գարիկը պետք է որ շարունակի, համոզված եմ, որ այն պատվով ինչպես սկսել էր Գարիկը, ճոճոլի հեռանալուց հետո նույն կերպով կշարունակի։ Ճոճոլի վառ հիշատակի Բարի շնորհակալ եմ, ճոճոլը խնդրում եմ ստապարեք եւ խնդրում եմ բոլորս միասին կներեք Հարգելյանցս 1 րոպե լրությամբ ճոճոլին խնդրում եմ։ Խնդրում եմ կանգնեք։ 1 րոպե լրություն խնդրում եմ։ Քանի վայրկյան մնաց։ Չգիտեմ, բայց մեզ է նայում։ Շնորհակալություն։ Ճոճոլ, մենք քեզ հիշում ենք։ Դե ինչ տղաներ, շնորհակալություն։ Այսօրվա այս հետաքրքիր մի քիչ մելանխոլիկ, մի քիչ տխուր էր ավարտը։ Բայց ինչ որ մի տխուր բանի ավարտ։ Ճոճոլինը չէ։ Ինչ որ մի բանի խնդրում եմ, մի հատ սուս մնա։ Ինչ որ մի տխուր բանի ավարտ, նոր ուրախ կյանքի սկիզբ է։ Եվ մենք այսօր իստում եմ միասին ընկերներով Park Bridge-ից, իդեպ եկեք նաև ծափահարենք Park Bridge-ին, որովհետև մեր նկարահանումները եւ այս ուրախ մթնոլորտը այստեղ է տեղի ունենում։ Ես ուզում եմ ամփոփել, ասել, որ այս երեկոները իրականում Ռոբնես հավես է, որ ուզում եմ ոնց որ շարունակական լինի, բայց շարունակությունը ոնց որ մեծ ավելի յուղալի վերջակետով կդրվի արդեն հունվարի 30-ին եւ 31-ին, երբ այդ օրը մենք կունենանք համերգներ Երևանում ու սպասում ենք բոլոր այն կարոտած մարդկանց, ովքեր որ շատ երկար մեզ գրում են, բա երբ հարինելու վիտամինը, հունվարի 30-ին եւ 31-ին մենք սիրով ձեզ սպասում ենք նոր ծրագրով, այսքանս ու լվաչի ենք էլ Ամերիկայից ձեզ համար ուրախացնելու վիտամինի նոր համարներով։ Բրավո, կհանդիպենք մի ուշ շաբաթ։ Շնորհակալություն։